Աշխարհասփյուր հայությունը շարունակում է իր համախմբված աջակցությունը հայտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ բարերար խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին։ Այս անգամ հայաշատ Լոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում։ Օվկիանոսից այն կողմ ապրող հայրենակիցները վերահաստատել են իրենց զորակցությունը, ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը ցավ է պատճառում յուրաքանչյուր հայի, անկախ բնակության վայրից։ Ազգային ժողովի նախկին ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ կայացած հավաքի մասնակիցները նշել են, որ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով շարունակում են ապրել Հայաստանի ցավերով եւ ուրախություններով ու վստահ են, որ միասնականությունն ու փոխադարձ աջակցությունը ցանկացած դժվարության հաղթահարման կարևոր նախապայմանն են։ Ազգանվեր գործունեությունը սահմաններ չի ճանաչում, կարծում են այս դահլիճում հավաքվածները։ Պարքև Սրբազանն անդրադարձել է մեծ բարերարի հետ իր անձնական շփումներին։ Ծառուկյանին ծանոթացել եմ մոտ 30 տարի առաջ, զանգեցին եւ ասացին մի հատ մարդու հետ ենք ուզում ծանոթացնենք, եկեղեցաշինության խորհրդի կարիք ունենք։ Ես եղբորս հետ մեկնեցինք, ծանոթացանք Գագիկ Ծառուկյանին, իր առաջին եկեղեցին էր կառուցում։ Այդտեղ ծանոթացանք, որոշ խորհուրդներ տվեցի, եւ այսպես մեր ծանոթությունը շփումը շարունակվեց։ Հանդիպել ենք Երևանում, Արցախում, Փարիզում, մաղթենք Գագիկ Ծառուկյանին համբերություն, կարևորը առողջություն եւ Աստված տա իհարկե մի օր շուտ տեսնենք ազատության մեջ իրեն եւ մյուսներին, որոնք այս վերջին 1-2 ամսվա մեջ բանտարկվեցին։ Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ սպորտային երկար ճանապարհ է անցել։ Նա պատմել է իր եւ հայկական սպորտում ՀԱՕԿ նախագահի անգնահատելի դերի մասին։ Հիշել, թե Զվարթնոց օդանավակայանում Գագիկ Ծառուկյանն ինչպես դիմավորեց մարզիկներին եւ խոստման համաձայն նրա արծաթը փոխարինեց ոսկով։ Իմ պատմությունը սերտորեն կապված է Գագիկ Նիկոլաիչի հետ Բաքվի առաջին եվրոպական խաղերի պատվանդանից մինչև 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի գագաթնակետը։ Հրաշալի ու շատ տպավորիչ ժամանակահատված էր, որի ընթացքում նա աջակցում էր ոչ միայն ինձ, այլև մեր բոլոր մարզիկներին։ Նրա շնորհիվ մեր դրոշը ծածանվեց Ադրբեջանի հենց սրտում, առաջին եվրոպական օլիմպիական խաղերի ժամանակ։ Հաջորդիվ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերն էին։ Թե այնտեղ, թե այստեղ կար մի փոքր, այսպես ասած, անարդարություն։ Բայց Հայաստան վերադառնալուն պես ես նրանից ստացա օլիմպիական ոսկե մեդալ։ Չգիտեմ գիտեք թե ոչ, բայց ոսկուց պատրաստված օլիմպիական մեդալներ չեն լինում։ Լինում են արծաթե, բրոնզե, իսկ ոսկե մեդալը պարզապես ոսկե ջրած է լինում։ Այդ ժամանակ ես նրանից ստացա մեդալ պաշտոնական փաստաթղթով, որ դա իմ ոսկին է։ Ես ասում էի, որ մի օր գուցե ինձ պետք գա այս մեդալը եւ այն օգնի ինձ ինչ-որ լավ բան անել։ Եվ այն ինձ պետք եկավ մարզադահլիճ կառուցելու, մարզադահլիճ բացելու համար։ Ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել բոլորին, մաղթել նրան առողջություն, էներգիա։ Ես գիտեմ, որ նա կհաղթահարի բոլոր դժվարությունները։ Այն ժամանակ նա ինձ ասաց՝ դու իմ որդին ես։ Իսկ ես այսօր ասում եմ որպես որդի, ես միշտ ձեր կողքին եմ։ Գագիկ Ծառուկյանի գործը մնայուն է, ասում են հավաքի մասնակիցները, իսկ նրա կատարած աշխատանքը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, սկսած հայկական սպորտից մինչև կրթության, մշակույթի զարգացումն ու մեր հոգևոր արժեքների պահպանումը։ Ոչ միայն մեր ազգի ներկայացուցիչները, այլ ամբողջ աշխարհում էլ նրա ծավալած գործունեությունը տեսանելի է եղել։ Բարեգործական ծրագրերը չկա, իրականում չկա այնպիսի մի ոլորտ, որտեղ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ամենաներկայանալի ձևով, ամենամասշտաբային ձևով, ամենահզոր ձևով իր մասնակցությունը ունեցած չլիներ։ Սպորտի վերածնունդը այդ քայքայված իրավիճակից ամուր հիմքերի վրա կանգնելու հեղինակը, հետևողական գործունեություն ծավալողը բացարձակապես Գագիկ Ծառուկյանն է եղել։ Կալիֆորնիա Կուրիեր թերթի գլխավոր խմբագիր ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը Գագիկ Ծառուկյանի հետ ծանոթացել է Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Շփումը անմիջական է եղել ու ջերմ։ Ծառուկյանը խիստ աստեցիկ գործարար եւ քաղաքական գործիչ է եւ նրա բարեգործական աշխատանքը արժանի է մեծ կողոսանքի։ Պարոն Ծառուկյանը գալարել է կրթության, սպորտի, կրոնի, սոցիալական ապահովության ոլորտներում զգալի ներդրումներ, մասնավորապես խոշորացված նախագծերի միջոցով
որոնք այլևս կարող էին ֆինանսավորում չունենալ։ Պարոն Զարուկյանը արտարացիորեն համարվում է Հայաստանի ամենաակնառու բարերարներից մեկը իր նվիրատվությունների մասշտաբների առումով, հատկապես սպորտի, կրոնական շինարարության, կրթության և անապահով համայնքների օգնության ոլորտներում։ Օվկիանոսից այն կողմ ապրող մեր հայրենակիցները, ովքեր անձամբ չեն տեսել Գագիկ Ծառուկյանին, քաջատեղյակ են նրա ծավալած ահռելի բարեգործություններից։ Լոս Անջելեսի հայությունը հպարտությամբ եւ երախտագիտությամբ է անդրադառնում փաստին, որ տարիներ շարունակ Ծառուկյանը եղել եւ մնում է հայկական սպորտի մշակույթի, կրթության եւ եկեղեցաշինության հզոր հենարանը։ Այսօր մենք ճանաչում ենք Բրազիլիան Ռիո դե Ժանեյրոն ունենալով Հիսուսի արձանը, որը որ ընդունել է քրիստոնեությունը մեզանից հարյուրավոր տարիներ հետո, եւ նրանք հպարտանում են դրանով։ Իսկ այսօր Գագիկ Ծառուկյանը փորձում է անել ավելինը, որ այդ ուշադրությունը սևեռի հայ ազգի, հայ հողի եւ մեր հայ կրոնի պատմության մեջ, առասարակ հայ ազգի պատմության մեջ։ Եվ այսօր մենք ինչ պետք է անենք։ Պետք է այսպիսի մարդկանց ոչ թե ուղղակի ճանաչել, այլ պետք է նրան օգնել, սատարել, հպարտանալ, որ մենք ունենք այսպիսի մարդիկ, իսկ այսպիսի մարդկանց ուղղակի անազատության մեջ պահելով մենք միայն ցույց ենք տալիս մեր ապագա սերունդին, որ լավություն անել, ազգասիրություն անել, դա արգելված է կամ պատժելի։ Ամեն ընտանիք ունի իր զավակը, բայց ոչ թե զավակ ազգի համար։ Ես հպարտ եմ, որ ունեն Գագիկ Ծառուկյան, նրա արած գործերը եւ ուզենամ, որ նա շատ ավելի կարողանա կատարի եւ ներկայացնի մեր հայ ազգը ավելի հպարտորեն, ավելի հզոր ձևով, հզոր տեսակով, որ մենք ճանաչում ենք ամբողջ աշխարհում համախմբված ազգ, հզոր, առաջին քրիստոնյա եւ երբեք չհանձնվող ազգ։ Լինելով կրթական ոլորտի աշխատող, ես չեմ կարող ուշադրությունը շեղել այն հանգամանքից, թե ինչպիսի բարեգործություններ է կատարել Գագիկ Ծառուկյանը կրթական ասպարեզում։ Կրթությունն է, որ զարդարում է ժողովրդին եւ այդ կրթության շնորհիվ է կարողանում ազգը գոյատևել։ Ես հիշում եմ, որ նկարահանվեց մենք ենք մեր սարերգիրը։ Այնտեղ ֆրանսիա դեմնա շատ կրճատում է, շատ հվանվեց։ Համ այդ բառը ես եմ ասել, ու այդ բան չեմ ասել։ Ամոչ է տանվարը։ Մշակույթի ոլորտի ներկայացուցիչ Նունե Ավետիսյանը պատմում է դերասանուհի Վիոլետտա Գևորգյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի մասին, որը Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ կյանքի է կոչվել։ Եկավ այդ օրը, մենք շարժվեցինք դեպի Սունդուկյանի անվան պետական թատրոն, թե ինչպիսի ընդունելության արժանացավ Տիկին Վիոլետտա Գևորգյանը, թե ինչ աստվածային սեր վայելեց նա այդ օրը, ինչ էր կատարում այդ դահլիճում, լեփլեցուն դահլիճ, սեր, ծաղիկներ, համբույրներ, գրկախառնություն, մի խոսքով չեմ կարող դա նկարագրել, դա պիտի տեսնել, անցել են տարիներ, ամեն անգամ երբ հիշում եմ այդ երեկոն, նույն հուզումնուքը խեղդում է կոկորդս։ Ես դրա վկայությունն եմ տեսել, եւ ես վստահ եմ, որ նման դեպքեր հազարավոր են Գագիկ Ծառուկյանի կյանքում, դա մեկն է միայն, որով նա փորձեց եւ խոնարհվել ամբողջ ազգի անունից, եւ մեծարել ամբողջ ազգի անունից, եւ գնահատել այն բոլոր ցավերի դիմաց, որը դերասանուհին ստացել է դրանից շատ տարիներ առաջ։ Հիմա մենք նայում ենք այս ֆիլմը, որի ավարտին Հիսուսի արձանի երազանքն է, որին սպասում ենք բոլորս։ Գագիկ Ծառուկյանի կալանավորելու որոշմանը ցավով տեղեկացած մարդիկ վստահ են, որ կգա արդարության ժամանակը։ Ես ցավով եմ փաստում, որ այսօր մենք փոխանակ այստեղ հավաքված լինեինք համախոհներով եւ խոսեինք նոր ծրագրերի մասին, նոր իրականացող, զարգացող իրադարձությունների մասին։ Ստիպված ենք փաստել, որ նման մարդիկ անազատության մեջ են գտնվում։ Ես ուզում եմ հույս հայտնել եւ ես հավատով լի եմ, որ կգա մի օր, երբ որ բոլորը կլինեն ազատության մեջ եւ մենք բոլորս կկարողանանք վերադառնալ մեր բոլորի սիրած գործին։ Պարոն Ծառուկյանը կրկին
կանի իր մեծանասությունը, կօգնի բոլորին, կաջակցի բոլորին, արվեստի ժողովուրդը կզբաղվի արվեստով, սպորտի մեր ներկայացուցիչները մեդալներ կբերեն մեր երկիր եւ մենք բոլորս կրկին կծաղկեցնենք մեր երկիրը։ Եվ հուսանք, որ կհանդիպենք նրան շուտով արդեն ազատության մեջ։ Միջոցառման մասնակիցների խոսքով նման ազգասեր ու հայրենանվեր անհատների շնորհիվ է, որ Սփյուռքում ապրող հայը հպարտանում է իր արմատներով եւ հավատով լցվում հայրենիքի ապագայի հանդեպ։